ՀՀԿ-ն ասում է, եթե առաջադրվի Ռոբերտ Քոչյանը, կպաշտպանեն նրա թեկնածությունը։ Հիմա այս հայտարարությունից հետո երկրորդի թիմից արձագանք չկա։ Այստեղ է ճշտվելու ֆավորիտը, ով է մասնակցելու ընտրություն։ Մի քիչ ավելի Թե ուրիշ խաղ է սա, խնդրում եմ։ Ես քանի որ բացարձակապես տեղյակ չեմ իրանց ոչ այն թիմի խոհանոցին եմ տեղյակ, ոչ մյուսի, ես պարզապես գլոբալ կանրադառնամ իմպիչմենտի խնդրին, ինձ համար բացարձակ հասկանալի չի։ Մոտենում ենք իմպիչմենտին, ավելին, նամակներ են եկել ազգային ժողովի, ով պետք է նախաձեռնի։ Շատ տարակուսելի է Հայաստան դաշինքի պահվածքը սենց կատեգորիկ մերժելու իմպիչմենտը։ Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ իրանց երկարաշունչ հայտարարության մեջ Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը իրենց հանդեպ դավադրություն են ուզում կազմակերպեն, ես չգիտեմ ինչ, այդ դեպքում ինչ նախանգարում իրանց տալ այդ 28 ստորագրությունը եւ ասել, որ մենք մեր մասնակցությունը խորհրդարանական երկրի կարևորագույն երևի չի բավարարում դրա համար։ Բայց մի րոպե, ինչ գիտեն, եթե դուք ինձ 2018 թվականի մայիսի 2-ին հարցնեիք, մայիսի 1-ին հիշում եք, խորհրդարանում քվեարկվեց եւ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Եթե մայիսի 1-ի երեկոյան, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, մինչև մայիսի 8-ը դուք ինձ հարցնեիք, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ փուլով մայիսի 8-ին, 18-ի ազգային ժողովում ընտրվի վարչապետ, ես կասեի անհնար է, հնարավոր չի, բայց այդ 7 օրվա ընթացքում այնպիսի պրեսինգ եղավ։ Ում կողմից։ Դրսից, ժողովրդի կողմից, այնպիսի պրեսինգ եղավ, որ ես էլ եւ առաջի եւ երկրորդ անգամ գնացի եւ քվեարկեցի այդ թվում 10 քանի պատգամավոր հանրապետականից։ Ուստի այդ այսպես ասած հակափաստարկները Հիմա ակնարկը նույնը անելու մասին է։ Իհարկե, միանշանակ, այսինքն դուք ինչ գիտեք, ինչ վարքագիծ կդրսևորի ժողովուրդը, դուք ինչ գիտեք, ինչ վարքագիծ կդրսևորեն Նիկոլ Փաշինյանի կողմից պատանդարության մեջ գտնվող քվեականներ։ Ինչու է ծնվել իմպիչմենտի գաղափարը հիմա։ Որովհետև հնարավորություն է բացվել այդպես։ Միանշանակ ես կարծում եմ, որ այո, նախ սա վերջի հնարավորությունն է, որտեղ օգոստոսի 2-ից հետո այլևս կառավարությանը վերջի 1 տարում կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց սահմանադրորեն այլևս հնարավոր չէ։ Այս խորհրդարանը, այս ընդդիմությունը երկուսը միասին երկու ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարան են եկել մեկ օրակարգով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ լսել իրանց հայտարարությունների մեջ 21 թվականի քարոզարշավի, որ իրանք խորհրդարան են գալիս գիտության եւ կրթության մասին օրենքում ստորակետը, ինչպես են օրը շատ էսպես քրտնաջան քննարկում էր ընդդիմադիր падգամավորներից մեկ, ասում էր այ որ ստորակետը բերեք բարդ համադասական նախադասության 4-րդ նախադասությունից հետո օքեյ կլինի, չէ մադամ, օքեյ չի լինի, որտեվ ես իմ մանդատը վայր եմ դրել, որովհետև վստահ եմ եղել, որ դուք ավելի վճռական ընդդիմություն կլինեք Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հեռացնելու համար։ Ես իմ մանդատը վայր չեմ դրել, որ դուք գնաք քննարկեք սնդիկի մասին օրենքը։ Էլի մի առանցքային միտք կա, էլի, որ պետք է դա հասկանալ։ Լավ, եթե ֆավորիտները երկրորդի եւ երրորդի միջև են որոշվելու, հա? Ով էլ լինի երկրորդը թե երրորդը, եթե այդպիսի համաձայնություն կա, հնարավոր է ընտրություններում հաղթել գործող իշխանությանը։ Իհարկե հնարավոր է։ Ընտրություններով։ Ընտրություններով, ինչով եք պատկերացնում։ Ես պատկերացնում եմ ոչ, բացարձակ իմպիչմենտը ենթադրում է, որ մինչև 26 թվական, այո, անվստահության գործընթաց պիտի սկսվի, բա Նիկոլ Փաշինյանը ինչպես դարձավ վարչապետ, դարձավ ըստ էության Սերժ Սարգսյանին դրսից եւ ներսից հրաժարական պարտադրելով եւ ազգային ժողովով ինքը բռնի ուժով հայտարարելով, որ ես կամ կլինեմ վարչապետ, հիշեք նրա պատմական հայտարարությունը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, մեզ պարտադրելով պրեսինգի տակ ընտրվեց վարչապետ։ Դե լավ, այդպիսի համաժողովրդական աջակցություն ունեցողը չէր անի այդ քայլը։ Հիմա եք ասում։ Չէ, այն ժամանակ։
Ինչ կա զարմանալու։ Ես բացարձակ Երբ չեմ զարմանում։ օգտվել է Ես բացարձակ ես ասում եմ հիմա, երբ որ մենք տեսնում ենք նույն սոցիոլոգիական հարցումները, 2 օր առաջ հրապարակվեց նույն Այսինքն պետք է այդպիսի համաժողովրդական ձևավորել։ Բա ինչու չի հաջողում ձևավորել։ Ես չգիտեմ, բայց այդ ամենը սրբազան պայքար, չգիտեմ ինչ պայքար, հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, բայց ես ուր են այդ շարժումները։ Ես հիմա ինչի եմ ասում, որ հիմա բարենպաստ միջանցք կա, որովհետև նույնիսկ պատերազմից հետո երբևէ հասարակության մեջ նիկոլիզմի, նիկոլական ռեժիմի հանդեպ ատելությունը, դժգոհությունը այսքան գեներացված չի եղել, ինչքան հիմա։ Նաև մենք պիտի հաշվարկենք աշխարհաքաղաքական գործոնները։ Ինչպես պետք է ստուգել ձեր ասածը, այդ գեներացված ատելությունը ինչ տոկոս է կազմում։ Ես ավելի քան վստահ եմ։ Իմպիչմենտով թե ընտրությամբ։ Միանշանակ, եթե հասանք ընտրության, եթե հասանք հերթական ընտրության, ես կարող եմ այստեղ գրել, ստորագրել, գիտեք, սա Եվրոպաներում այդքան աշխատած Նաիրա Զորաբյանը ընտրությունից բացի ուրիշ բան է պատկերացնում։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց 18 թվականին։ Ինչ արեց։ Բայց մենք պիտի մնանք այդ հորի մեջ։ Բացարձակ սա հոր չի։ Մի հատ նայեք ամբողջ ժողովրդավարական երկրներում, նայեք Գերմանիայում, նայեք մյուս տեղերում, միջև ընտրությունները, նայեք Ֆրանսիայում, քանի անգամ է կառավարությունը հրաժարական տալիս։ Ավելին, դա շատ ավելի ժողովրդավարական գործիք է։ Բայց կառավարություն ձևավորվում է հետո ընտրությամբ, չէ՞։ Դե բնականաբար իմ ասածը թողեք միտքս ավարտեմ, ես ասեմ ինչա լինելու։ Ուրեմն ժողովրդավարական արևմուտքում ավելի շատ կիրառվում է անվստահության իմպիչմենտի գործիքը, քան որևէ կառավարություն ԵՄ երկրում հասնում է հերթական իր ընտրության ժամկետին։ Այո, ուրեմն խորհրդարանը հայտնում է անվստահություն, ժողովրդի ճնշմամբ հայտնում է անվստահություն, որից հետո այդ նոր ձևավորված կառավարությունը նախապատրաստում է արտահերթ ընտրություն։ Սա է սցենարը։ Շատ բարի։ Արտահերթ ընտրություն։ Իսկ եթե հերթական ընտրություն, ոչինչ չի փոխվելու։ Ուրեմն գիտեք, հերթական ընտրությամբ նույնը չի կարելի անել։ Ոչ, չի կարելի, ինչի համար չի կարելի, որովհետև այն պահին, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է, կներեք, լինելու գլխավոր դիրիժորը, ինքն է անցկացնելու ընտրությունը, կեղծելու մի րոպե անգամ չկասկածեք, կեղծելու մի րոպե անգամ Գյումրիում ընտրություն կեղծվել։ Իհարկե, ուրեմն Գյումրիում խայտարակ վարչական ռեսուրս է օգտագործվել։ Չէ։ Գյումրիում խայտարակ։ Դուք գիտեք կեղծելը իմ պատկերացման մեջ։ Մի րոպե, եթե դուք մտածում եք, որ այն 90 Այստեղից վերցնում դնում ենք։ Չէ, դե բարձա քվյատուտ գողանալ չի, բայց հիմա գիտեք, այնքան մոդիֆիկացված կեղծարարություն կա, բերել օրինակ Ախլ Քյալակից գրանցել Գյումրիի բազմաթիվ։ Այո, դե հիմա իսկ մենք ինչ գիտենք, թե հիմա տեղեկատվություն է ստացվում, որ հաշվառվում է հանձնարարված անձնագրայիններին, հանձնարարված համայնքներին, Երևանի եւ մարզերի տրամադրել են տների հասցեները, որտեղ տարիներով մարդ չի բնակվում։ Ինչի համար է դա արվում։ Դա արվում է, որ պատեհ պահի տեղից բերեն, հա, տարբեր մարդկանց գրանցեն։ Այսինքն, գիտեք, սա այսինքն ընտրատեղամաս մարդ պիտի բերվի ամեն դեպքում, հնարավոր չէ, հա։ Իհարկե բերվելու է։ Եվ սա սովորական, եթե մենք լինեինք, եթե Նիկոլ Փաշինյանի համար սա լիներ ընդամենը սովորական ընտրություն, ես ավելի քան վստահ եմ, որ ինքը կմտածեր, հիմա կասեմ, ավելի քան վստահ եմ, որ ինքը կմտածեր, դե կպարտվեմ, կգնամ խորհրդարանում կաշխատեմ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, բայց Նիկոլ Փաշինյանը, ես մշտապես ասել եմ, բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Նիկոլը իդիոտ է, Նիկոլը անխելք է, Նիկոլը տգետ է, ասում եմ, այդպես չի, Նիկոլի նման քաղաքական կենթանի, ես սա տերմին է, միջազգային տերմին է, ինքը կատարյալ քաղաքական կենթանի է, հա, մեր քաղաքական դաշտում այդպիսի կատարյալ քաղաքական կենթանի շատ քիչ ա եղել Վահան Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, երևի ես, մի քանի հոգի, այո, դա տերմին է, եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ընտրություններում իշխանություն հանձնելուց հետո ինքը իր ընտանիքը, կինը նկատի ունեմ, ոչ երեխաները, իր քաղաքական թիմը կանգնելու է հայկական Նյուրնբերգի առջև, որտեղ այն ինչ որ ինքն է արել եւ խոստովանել, օրինակ ազգային ժողովում ասելով, որ ինչ որ մի պահի անկեղծանալով եւ ասելով, որ հիմա անկեղծորեն հետահայաց հետ եմ նայում, միգուցե ազնիվ կլիներ գալ այստեղ կանգնել եւ ասել տարածքները պիտի տանք, վերջնարդյունքը կլիներ նույնը, բայց առանց զոհերի մարդը խոստովանել է, որ զոհերի մեղավորը ես եմ,
որ չեմ եկել եւ չեմ կանգնել։ Եվ հիմա ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց հազարամյակների պատմության մեջ առաջի անգամ Արցախը հայաթափվել է։ Եվ նա կանգնելու է խնդրում եմ կարճ ասել։ Նյուրնբերգի առջև։ Ռուսաստանը միջամտելու հնարավորություն ունի, կա այդպիսի դիսկուրս նաև Հայաստանում։ Տեսեք, ես զարմանում եմ այն քաղաքական ուժերի վրա, ովքեր մեկ էլ տենում ես ինչ-որ սենց իրանց Telegram ալիքներում գրում են Պուտինի Վարշավիրի Բադրջան կլպողը զանգեց, ասեց, հեսա պատրաստվեք, հեսա եւ այլն, նույն Ռուսաստանը 18 թվականին հաշվի նստեց փողոցի հետ, վերջի պահին իր կնոպկան սխմեց, իր ենթակայության տակ աշխատող ողջ ժողովրդին հանեց փողոց եւ Հայաստանում։ Հայաստանում, այո։ Հիմա չկա այդ ենթակայություն ժողովուրդը։ Հիմա կա, բայց Ռուսաստանը հաշվի է նստելու այն քաղաքական ուժի հետ, վաղը եթե փողոցում թելադրող եղավ ընդդիմությունը, Ռուսաստանը հաշվի է նստելու, այդ թվում Արևմուտքը հաշվի է նստելու ռեալ իշխանության հետ, որը փողոցում է, այնպես որ եկեք շատ չգերագնահատենք աշխարհաքաղաքական կենտրոնների դավադրությունը, ցանկացած կենտրոն, տեսնելով փողոցի էսկալացիան, տեսնելով փողոցում ձևավորված պոտենցիալ իշխանությունը, անմիջապես փորձելու է կամուրջներ ստեղծել ռեալ իրականության հետ։